Վարդան Ղուկասյանի սուր հայտարարություններին վերջ չկա։ Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին առնչվող դատական գործի քննությունն է շարունակվել այսօր։ Գույքերի օտարմանը վերաբերող գործը քաղաքական անվանող Ղուկասյանը ԿՊԱ-ականներին է մեղադրում իր եւ ընտանիքի անդամների դեմ դատական գործերի համար։ Կաշառքի գործով ուրեմն ԿՊ-ն է արել, ԿՊ-ի ժամանակահատվածում է եղել, այդ Կոմցյանի գործունեությունը արվել է ԿՊ-ի ժամանակահատվածից եւ իրանք է ԿՊ-ական են։ Այս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերս մաքուր է։ Կաշառք պահանջելու մեղադրանքով հոկտեմբերի 20-ին ձերբակալվելուց հետո Ղուկասյանին ՀԱԶ-ը խանգարում է ավարտել նախադասությունները։ Եվ քննիչները, եւ դատախազները, եւ դատավորները, եթե հանձնարարականով Դրա փաստաբաններն անընդհատ ահազանգում են, որ կալանավայրում վատ թարացել է Ղուկասյանի առողջական վիճակը։ Ասենք լավ լինենք։ Կատակի սիրտել ունեն հայր ու որդի Ղուկասյանները։ Խուլիգանության մեղադրանքով տնային կալանքից Արմավիրի բանտ տեղափոխված Սպարտակ Ղուկասյանը դատարանում է բարձր տրամադրությամբ։ Նստի, ինչպես է։ Նստած ենք էլի։ Հերիշկան նստինք, հա։ Այսօրվա նիստին մեկ վկայի հարցակննել դատարանը։ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Գյումրիի ավականու նախկին անդամ Կոլյա Ղուկասյանն է դատարանին հայտնել, որ քաղաքապետ Ղուկասյանը գույքերի օտարմանը վերաբերող որևէ ապօրինի հրահանգ չի տվել ոչ իրեն, ոչ մնացած թիմակիցներին։ Դատախազի հարցերի մեծ մասին Ղուկասյանը պատասխանել է, թե չի հիշում 23 տարի առաջ եղածը։ Այս հարցակնությունը հետաքրքիր է անցել ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի իրավաբանների համար։ Ուսանողները պրակտիկ դասի են Ղուկասյանի նիստին։ Հետաքրքիր էր վկայանը ինչ ցուցմունք էր տալիս, ինչ հարցեր էր դատախազը տալիս իրան։ Ապագա իրավաբանը նկատել է կողմնակալություն կար դատարանի դահլիճում։ Դատավորը երբ որ դատախազներ միջնորդում, ինչ որ հարցեր տալիս, միանգամից դատախազի կողմներ, ըստ իս դա դատավորի կողմից ինչ որ չեզոքության սկզբունքի խախտում է, որովհետև երբ որ փորձում էր պաշտպանական կողմը հարցեր տալ եւ միջնորդություններ ներկայացնում առարկելու վերաբերյալ հարցի նկատմամբ, դատավորը բան էր անում, միանգամից կանգնում էր էլի դատախազի կողմը։ Հետաձգվել է դատական նիստը, դեկտեմբերի 15-ին կշարունակվի։ Ալբերտ Սերոպյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։